Աղքատությունը մի աշխարհի է հասել, որը զգալը ավելի հեշտ է, քան արտահայտվելը, որովհետև մարդու ֆանտաստիկան կամ չգիտեմ, իմ ընտունակությունից չի բավարարում, բայց պատկերացնել, թե ես ինչ է կատարվում։ Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպությունը մոտ 5 տարի իրականացնում է սոցիալական ծրագրեր ուղղված անապահով ընտանիքներին։ Հագուստ, սնունդ, վառելափայտ սկզբում տրամադրվում էր սահմանափակ թվով մարդկանց, բայց հետո ծրագրից օգտվել ցանկացող կարիքավորների թիվը կտրուկ ավելացավ։ Բանն այն է, որ մեր մարզում յուրաքանչյուր երկրորդը հիմա աղքատ է համարվում։ Բոլորին օգնելն այլևս անհնար է, կենտրոնը մտածում է ծրագրերը դադարեցնելու մասին։ Հիմա արդեն աղքատության համաճարակ է։ Գործազրկության բարձր ցուցանիշ, անօթևանություն, սոցիալական ծանր ու ծայրահեղ պայմաններ։ Շիրակի մարզը առաջինն է հանրապետությունում աղքատության բարձր ցուցանիշով 44,2%, փաստում է ազգային վիճակագրական ծառայությունը։ Ստացվում է պաշտոնական տվյալների բնակչության գրեթե կեսը աղքատ են։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուրի ամսական եկամուտը չի գերազանցել 40,264 դրամը։ Ծայրահեղ աղքատ համարվող մարդիկ կազմում են 3,8%։ Նրանք համարվում են թերսնված, որովհետև նույնիսկ սպառողական զամբյուղի Պարենային գիծը չեն հաղթահարել, որը 23,384 դրամ է։ Սպառողական զամբյուղի մեջ արդեն կալորիականություններով հաշվարկված է սա, հենց պարենային զամբյուղը, այսինքն մեկ չափահաս անձին ինչ անհրաժեշտ սննդամթերքներ է պետք, որովհետեւ ինքը իր էներգետիկ բալանսը կարողանա պահպանել եւ չմնա սոված, կոպիտ ասած։ Իսկ արդեն ամբողջ սպառողական զամբյուղը, նաև կենսական հագուստ, կոշիկ, որոնք որ անհրաժեշտ են քաղաքացուն անձին իր կենսական ապահով պայմանները ապահովելու համար։ Զարգացած երկրներում այս զամբյուղի մեջ ավելի նախ քանակն է ավելի մեծ, ավելի որակյալ ապրանքներ եւ տեսակներ, տեսականին է շատ, այսպես ասեմ, եւ այստեղ եթե դա բերենք եւ մեր մասնավորապես երկրում տեղայնացնենք, դա կբերի ընդհանուր աղքատության ծավալի աճի։ Փաստորեն մեր երկրում ով ունի 40,000 դրամ եկամուտ այլևս աղքատ չի համարվում։ Վարկերի տակ կքած մեր համակարգացիները սակայն հակառակն են պնդում։ Գնաճի պայմաններում հնարավոր չէ նույնիսկ կրկնակի գումար վաստակելու դեպքում գոյությունը պահպանել։ Աղքատության նվազեցման համար 2014-ին Հայաստանին անհրաժեշտ էր 65 միլիարդ դրամ։ Գումարն ըստ էության ուղղվելու է սոցիալական ծրագրերի իրականացմանը, որը սակայն կասկածի տակ է դնում կիրառվող քաղաքականության արդյունավետությունը։ Օրինակ աղքատության նպաստը չի բավարարում անգամ պարենային զամբյուղի ձեռքբերմանը։ Արդյունքում սա չի բերում խնդրի կարգավորմանը, բայց հանգեցնում է հոգեբանական ճգնաժամի խորացմանը։ Փոքր-ինչ բարվոք է վիճակը ավելի գյուղական բնակավայրերում, որովհետև գյուղացին եթե ունին մեկ կով, արդեն ինքը ինչ որ չափով է պարենային զամբյուղը հաղթահարած է համարվում։ Իսկ քաղաքային բնակավայրերում պատկերը ավելի սուղ է ու սուր։ Պետությունը մի ռազմավարություն ուներ, մինչև 2003 թվականին ընդունվեց աղքատության հաղթահարման ռազմավարություն, այսպես ասած կառավարության ծրագիր էր, որը իրականացվեց, ասեմ, որ պետության կողմից ընդհանրապես քաղաքականություն իրականացվում է աղքատության վերացնելու հետ կապված, բայց թե սա ընդհանրապես ինչքանով է արդյունավետ, ահա այս է խնդիրը։ Տնտեսագետն է ասում, աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է ապահովել 10% տնտեսական աճ, ինչը անիրատեսական է։ Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը արձանագրում է տնտեսական աճի դանդաղում, իսկ դա ուղղակիորեն ազդում է մեր տնտեսության աշխուժացման վրա։ Մյուս կողմից էլ երկնիշ տնտեսական աճ 2002-ից 2007 թվականներին արձանագրվել է, բայց այն ժամանակ էլ աղքատության մակարդակը 26,4% էր։ Քանի դեռ մենք չենք իրականացրել լուրջ կառուցվածքային վերափոխումներ, որոնցից երկուսը նշեմ, առաջինը մենաշնորհների դեմ ակտիվ պայքար եւ երկրորդ կոռուպցիայի նվազեցում, բնականաբար որից արձանցում է ստվերային տնտեսության ռադիկալ նվազեցումը, որը շատ կարեւոր է տնտեսության մրցակցային զարգացման համար, մենք չենք կարող խոսել լուրջ տնտեսական սոցիալ-տնտեսական զարգացման։ Մարդիկ հիմա հացի խնդիրը լուծում են արտագնա աշխատանքի մեկնելով, բայց եթե նախկինում սա որոշակիորեն թեթևացնում էր ֆինանսական խնդիրները, ապա այժմ հաշվի առնելով տրանսֆերների նվազումն ու ռուբլու փողաշրջի անկումը, արտագնա աշխատանքը եւս իրավիճակը մեծ հաշվով չի մեղմում։ Ստեղծված պայմաններում արտագնա աշխատանքին փոխարինում է ամբողջ ընտանիքով արտագաղթը, որպես հետևանք երկիրը կորցնում է իր հիմնական մարդկային ռեսուրսը։ Անի Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։